Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, մենք վերսկսում ենք Արարատյան խոհանոց հաղորդաշարը, հարգելի հայրենակիցներ, մեր հաղորդաշարը ունենալու է թեմատիկ բնույթ, կրելու է թեմատիկ բնույթ, այսինքն այն աշխատանքները, որ մենք որպես կազմակերպություն հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպություն ուսումնասիրությունները խոհանոցի մասով վերականգնված կերակրատեսակները մաս առ մաս ներկայացնելու ենք ձեզ։ Սկսում ենք այս ծրագիրը Շիրակի մարզի խոհանոցից, այսինքն Շիրակի մարզի խոհանոցի վերականգնման մի այսպես յուրահատուկ իրավիճակ ենք ստեղծելու, այսինքն վերականգնված կերակրատեսակները մատուցելու ենք ձեզ, միասին պատրաստելու ենք եւ միասին վայելենք։ Այսօր այդ հզորագույն խոհանոցից, ես Շիրակի խոհանոցը համարում եմ հզորագույն խոհանոցներից մեկը, մեր մարզային խոհանոցներից կամ գավառների մեր խոհանոցներից, այսօր այդ հզորագույն խոհանոցից պատրաստելու ենք քաղցրավենիք, աղանդեր, որը կոչվում է զուրբիա։ Ընդհանրապես Գյումրիում ժամանակին, երբ որ որևէ մթերք կամ որևէ ուտելիք վաճառվում է եւ քաղաքացիների կարծիքով այն թանկ է, միշտ ասում էին ինչ է, հո զուրբիա չէ, որ այսքան թանկ է։ Եվ ահա զուրբիան, բաղադրությունը շատ պարզ, մեղր, ընկույզ եւ քամած մածուն։ Օգտագործելու ենք նաեւ սերկևիլ, սա արդեն մեր մտահղացումն է, որպես խոհարարներ մեր հնագույնի վրա նորը եւ համադրության մեջ նաեւ ավելացնելով, համապատասխանեցնելով արդի ժամանակաշրջանին։ Սերկևիլից պատրաստելու ենք խյուս կամ մուս, ինչպես ասում են, եւ միասին զուրբիայի հետ մատուցելու ենք։ Եվ այսպես նորից սերկևիլի հետ օգտագործելու ենք նաեւ մեղր։ Սերկևիլը հիմա մաքրենք։ Եթե դուք ուշադրություն դարձնեք եւ հետևեք մեր հաղորդումներին, ինչպես նշեցի, մենք այդ թեմատիկ կոչվածը կամաց կընդլայնվի եւ կունենանք ամբողջ մեր ազգային խոհանոցը, կունենանք ամբողջ խոհանոցի պատկերը, որը շատ կարեւոր է, կարծում եմ, եւ ընդհանրապես մեր կարգախոսն է, որ բոլորով միասին արժևորենք ազգային արժեքները, միասին գնահատենք, միասին վերականգնենք ազգային արժեքները։ Ընդհանրապես սերկևիլը շատ է օգտագործվել նախկինում որպես աղանդեր, ավելին ասեմ, հնում սերկևիլը կոչում էին հայկական արքայա խնձոր։ Եվ նույնիսկ առաջի այդպես համեմունքների մասին տեղեկությունը, որ մենք հայտնաբերել ենք կամ ուսումնասիրությունների արդյունքում նկատել ենք, հենց վերաբերում է սերկևիլին, չորացված սերկևիլը աղացված երկանքով եւ պատկերացնում եք սերկևիլի հաճելի համը, բույրը եւ նրա նաեւ օգտակարությունը։ Կարծում եմ, որ շատերը գիտեն, որ հատկապես հազի դեպքում սերկևիլի օգտագործումը շատ օգտակար է, բայց իմ կարծիքով շատերը չգիտեն, որ սերկևիլը նաև օգնում է լեղարտադրությանը, այսինքն լավ սնվելուց հետո մեզ ինչ է հարկավոր նպաստել, որ այդ լավ եւ համեղ ճաշակված, միգուցե մի քիչ չափից շատ ճաշակված սնունդը հեշտ մարսվի, դյուրամարս լինի, մարսվի եւ յուրացվի։ Հենց այստեղ որպես աղանդեր շատ կարեւոր է սերկևիլի օգտագործումը։ Ընդհանրապես մաքրում ենք, որովհետև կեղևը, քանի որ խփելու ենք մենք հարիչի մեջ, կեղևը միատար մասսայի ստացման համար այնքան էլ հարմար չէ, բայց իրականում մթերքները հենց կեղևով պիտի, հատկապես մրգերը, կեղևով պիտի օգտագործել, որովհետև այն բջիջները կամ այն նյութերը, որոնց միջոցով մեր օրգանիզմը ճանաչում է այս կամ այն մթերքը, հենց կեղևի մեջ են շատ։ Պատրաստենք, կտապակենք, տապակելու համար կվերցնենք, որպեսզի ձևավորենք։ Մեր հաղորդաշարը տարբերվելու է
անցած հաղորդումներից նաև նրանով, որ հնագույն կերակրատեսակները պատրաստելուց հետո մեր երիտասարդ խոհարարներից ոմանք կգան եւ մեզ ցույց կտան, թե այս կամ այն կերակրատեսակը ինչպես կարելի է մատուցել, որպեսզի մենք ժամանակից հետ չընկնենք։ Դուք գիտեք, որ խոհարարությունը ընդհանրապես զարգանում է ոչ թե օրերով, ոչ թե տարիներով, ամիսներով, այլ վայրկյաններով եւ այդ զարգացման ընթացքից հետ չմնալու համար շատ կարևոր է, որպեսզի ավագ սերնդի խոհարարների հետ միշտ լինեն նաեւ կրտսեր սերնդի, միջին սերնդի խոհարարներ, ովքեր ավելի այսպես ասած ժամանակակից մտածելակերպ ունեն եւ ժամանակակից միտք ունեն։ Դա նորմալ էվոլյուցիոն երևույթ է։ Տնտեսվար կանայք այս միջուկը նույնպես օգտագործում են չորացնելուց հետո որպես թեյ։ Պես կտրատենք, սա հիմա մի քիչ ջրով շոգեհարելու ենք, քիչ ջրով իհարկե, եւ հետը մի քիչ մեղր ենք դնելու, քաղցր համ ստանալու համար։ Ինչպես նշեցի, մի քիչ ջուր։ Այնքան, որ միայն ծածկվի սերկևիլը։ Մեղր, բոլորս գիտենք, որ մեղրը շատ եփել, շատ պատրաստել, ջերմամշակման ենթարկել չի կարելի, բայց դա կապված է նրա հետ, որ մեղրին բնորոշ հատկությունները կորչում են, բայց մեզ քաղցր վիճակն է պետք, այսինքն քաղցր համը, այնպես որ կարող ենք խառնել, սա այսպես, ծածկենք, այս կտորները զգուշությամբ մաքրում ենք միջուկից, սա պիտի տապակենք ուղղակի ձևավորելու համար, նորից իհարկե քաղցրի համադրությամբ, մի քիչ կարագ ենք դնում, եւ տապակել ասվածը մի քիչ կարելի է հարաբերական համարել, որովհետեւ շատ երկար պետք չի տապակել բնականաբար միրգը, թեթև կեղևապատվի եւ ընկույզն ենք կտրատում շատ մանր։ Ընկույզի օգտագործման ձևերը բազմաթիվ են, բարեկամներ, կարող ենք նույնիսկ նախորդ թրջել, կեղևը վերցնել, բովել մի քիչ, կարող ենք հարիչով մի քիչ այսպես հարել, ծեծել, ջարդել, բայց ես նախընտրում եմ ձեռքով։ Իմիջիայլոց պիտի նշեմ, որ ուղղակի մածունը մեղրով, սա մեր այլ գավառներին բնորոշ նաև կերակուր է, կարելի ասել նախաճաշի նման բան, մենք որ կանդրադառնանք այլ մարզերին, ես կհիշեցնեմ, կա նաև տարբերակ մածունը կամ քամած մածունը դոշաբով, տարբեր դոշաբներով, լինեն դրանք խաղողի, լինի նռան, լինի թթի, այնպես որ մեր խորհուրդն է շատ օգտագործենք այն ավանդականը, որովհետև դրանք այնուամենայնիվ դարերի միջով անցել են փորձություն եւ որակի եւ օգտակարության մասին մենք կարծեմ թե իրավասու չենք քննարկել նույնիսկ։ Սովորաբար
աղանդեր ենք կոչում նաև խմորա կրեմային պատրաստուկները, իհարկե դրանք նույնպես աղանդեր են, բայց այդ աղանդերները կարելի է օգտագործել, երբ որ սեղանը ուղղակի աղանդերային սեղան է, այլ ոչ թե ամբողջ ռացիոնով սնվելուց հետո մենք կարիք ունենք աղանդերի։ Կարիքը մի կողմ, բայց ամբողջ ռացիոնով սնվելուց հետո աղանդերը նույնպես պիտի նպաստի սննդամթերքի յուրացմանը, այսինքն նորից պիտի օգնի, որ յուրացումը իրականանա հավուր պատշաճի։ Ունեցանք ընկույզը, հիմա կավելացնենք քամած մածունը, խառնենք, սկզբից անոնց մեղրի ենք խառնում, որպեսզի մենք խտությունը տեսնենք, թե ընկույզը համաչափ ամբողջ զանգվածի մեջ բաժանվեց, թե ոչ, իմ կարծիքով համաչափ է արդեն։ Հիմա մեղրը և զանգվածը խառնում ենք ստանալու համար միատարր զանգված։ Հիանալի, բարեկամներ, արդեն պատրաստ է մեր սերկևիլը, որը պիտի հարեինք, տապակված արդեն տեսնում եք կարմիր, արդեն իր ամբողջ տեսքով հմայիչ, և սա նույնպես արդեն պատրաստ է, հիմա կտեղափոխենք հատուկ մեր գործիքի մեջ, ինչպես սկզբում նշեցի, արիչով պիտի դարձնենք միատարր զանգված, խյուս, բարեկամներ, բույրը զգլխիչ է, ինչպես ասում էր մեծ ծնխվարարը, հարկավոր է ունենալ միատարր զանգված, նորից եմ կրկնում, երևի դուք էլ չէ բոլորդ, երբ որ մի բան եք պատրաստում և գույնը կամ տեսքը դուրը գալիս է, լավ եք զգում, ես շատ լավ զգացի, գույնը ամեն ինչ տեղն է, համը հիմա կտեսնեմ, շատ լավն է, շատ, ահա, հենց այստեղ մատուցման ձևը արդեն պիտի մեզ հուշեն ավելի երիտասարդ խոհարարները, այսօր մեզ կօգնի Աննա Մաթևոսյանը։ Եվ այսպես հարգելի հեռուստադիտողներ, Աննա Մաթևոսյանին հիմա կհրավիրենք ստուդիա, Բարև ձեզ։ ողջույն, ինչպես է։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Դու հետևում ես, չէ՞, պատրաստել։ Իհարկե։ Եվ ես հենց հետևել տեսա, որ հետևում ես եւ չհամարձակվեցի ինքս պատրաստեմ ու մատուցեմ, պատրաստել բնականաբար պատրաստեցի։ Բարեկամներ, իմ պատկերացրած իդեալական խոհանոցում պետք է լինեն 3 սերունդ կրծեր, միջին եւ ավագ։ Հիմա այստեղ մի քիչ կրծեր, մի քիչ միջին եւ ավագն է։ Այնպես որ ոնց ենք մատուցել։ Շնորհակալ եմ շատ։ Ուրեմն ես ամբողջ պատրաստման ընթացքին հետևել եմ, նախ ողջունում եմ ձեր հաղորդաշարը, ես շատ ուրախ եմ, որ վերականգնեցիք հաղորդումը եւ շնորհակալ եմ նաեւ, որ մեր սերնդին հնարավորություն եք տալիս այս ավանդական կերակրատեսակները պատրաստել եւ մատուցել այնպես, ինչպես որ մենք պատկերացնում ենք։
Շատ հավանեցի աղանդերը, միտքը շատ լավն էր, գունային տեսքը շատ հավանեցի, ունենք 3 գույն, սպիտակ, դեղին եւ ես կօգտագործեմ թարմ նանայի տերևներ ավելի ճոխ տեսք տալու համար աղանդերին եւ այսպես դեմ չեք, եթե մենք Սերկևիլի հյուսին մի փոքր դարչին ավելացնենք։ Կարծում եմ, ես արդեն մոտավորապես պատկերացրի ինչ համ պետք է ունենա եւ իմ կարծիքով այստեղ մի փոքր դարչին ավելի սրացնելու համար, ավելի բարձրացնելու համար կարծում եմ կարիք կա, եթե դեմ չեք։ Դեմ չեմ։ Իհարկե երիտասարդների հետ խոսալ։ Իհարկե փորձելուց անմիջապես հետո։ Բայց նաև ես ավելացնեմ, որ միտքը, որ ասացիք, դա մեր ազգի նման հզոր ազգերի համար դա սովորական է։ Այսպիսի աղանդ։ Չէ էլ կասկածում համի վրա, իրոք շատ լավ է ստացվել, բայց այնուամենայնիվ մի փոքր դարչին ավելացնենք։ Շատ քիչ, որովհետև մենք համը, որ տալիս ենք վերջում, սուր հոտ ունեցող այն համեմունքը, որը վերջի պահին ենք դնում, ճաշակելիս առաջինը հենց այդ համն ենք զգում։ Այո։ Խնդրեմ, հոտը քաշեք։ Հիանալի։ Եվ այսպես։ Անցնենք ձևավորմանը, երևի։ Ընտրենք մատուցվող ափսե։ Կարծում եմ, սա լավ է։ Եվ տապակված սերկևիլը, մենք այստեղ նաև շատ հետաքրքիր հյութ ունենք առաջացած։ Որը կարող ենք օգտագործել սոուսներ պատրաստելու համար, որպես ինքը սոուսի հիմք է հենց իրենից ներկայացնում, մենք ուղղակի այս անգամ կփորձենք ավելի փայլ հաղորդել վրան։ Եվ այսպես։ Սա դնենք մի կողմ։ Լավ։ Այսպիսի մի բան փորձենք ստանալ սրանից եւ հյուսը։ Լսում եմ ձեր կարծիքը։ Հիանալի, սա հենց այն էր, ինչ որ պետք էր երևի, այսինքն մտահղացումը շատ հիանալի է։ Մենք այնուամենայնիվ պիտի կարողանանք հետ չմնալ այդ խորարարական զարգացումներից եւ մատուցման եղանակները մեր բոլոր կերակրատեսակները կարելի է նոր ձևով, նոր արդյական ձևով մատուցել, ապրես դու։ Ես էլ աղանդերը շատ հավանեցի, բացի այն, որ ինքը շատ պարզ բաղադրիչներից է բաղկացած, նաև շատ ուրախ եմ, որ մենք աղանդերը որպես այդպեսին օգտագործում ենք մարսողությանը նպաստող, բոլորս գիտենք Սերկևիլի օգտակարության մասին եւ դուք ինքներդ արդեն նշեցիք, թե ինչքան օգտակար է Սերկևիլը եւ խորհուրդ եմ տալիս մեր հեռուստադիտողներին օգտագործել Սերկևիլ, որովհետեւ նպաստում է մարսողությանը, շատ օգտակար է եւ կարծում եմ, որ հասկանանք, թե ինչ համ ունի նա, կարող ենք նրանից ավելի հետաքրքիր ինչ-որ բաներ մտածել, որովհետև այն Սերկևիլը մի բացառիկ համ ունի, որը տտիպ է կոչվում, բայց ոչ բոլորը գիտեն դրա մասին, ու հենց այդ իր համը պետք է ճիշտ կարողանանք օգտագործել, որպեսզի մենք գերակուրները տանք այն համը, ինչ որ ցանկանում ենք։ Արգելի հեռուստադիտողներ, այսօր համար այսքանն ենք պատրաստել, մեր ցանկությունն է, որ բոլորով պահպանենք մեր ազգային արժեքները։ Յուրաքանչյուր մշակութային ժառանգություն դա միայն մերը չէ, դա ժառանգված է, բայց մենք պարտավոր ենք պահպանել, տարածել եւ տեղայնացնել եւ նաեւ կրողներին փոխանցել։ Շնորհակալություն Աննա, ապրես դու, կարծում եմ մենք դեռ բավականին երկար ճանապարհ ունենք, ամբողջ Շիրակի մարզի խոհանոցը վերականգնելու ենք ու նոր մատուցման ձևով սպասարկելու։ Զուրբիա
քամած մածուն 150 գրամ, մեղր 20 գրամ, ընկույզ 30 գրամ, դարչին 2 գրամ, ծերկևիլ 200 գրամ, կարագ 20 գրամ, շաքարավազ 60 գրամ, նանայի տերևներ։ Բարի ախորժակ։ Ես ցանկանում եմ, որ ողջ լինեք, մենք կհանդիպենք եւ նորից միասին կպատրաստենք մեր ազգային կերակրատեսակների։ Ցտեսություն։